Կես միլիոն ադրբեջանցու ցուցակ ընդդեմ Հայաստանի Բաքվի նոր խաղն է։ Հաշվեցին, գումարեցին, հանեցին, բազմապատկեցին ու բաժանեցին 500,000 ադրբեջանցու գտան, որ իբրև թե տեղահանվել են Հայաստանից։ Ալիևի падգամավորներից Ազիզ Ալաքբարլին է այն մեկը, ում վստահել են Ադրբեջանում հակահայկական օրակարգն առաջ տանող, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարումը, չի ողջունում հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների կառուցողական դիրքավորումը, ասում է ծափ չի տա, որովհետև Երևանում իր բառերն են, հիմա պարզապես հասկանում են, որ Բաքվի հետ հաշվի նստելուն այլընտրանք չկա։ Պարոն Ազիզը կորցրել է խաղաղության աղավն ու սպիտակ դիմակը։ Խոսքը սպառնալիքներով է շարունակում, հայկական պետության գոյության հարցը կասկածի տակ առնում։ Մենք հույս ունենք, որ երկրների միջև հաշտեցումը կնպաստի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Իհարկե, սա ցավոտ գործընթաց է։ Կան 100,000-ավոր փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից եւ տասնամյակներ շարունակ անթիվ դժվարություններ են տեսել։ Մենք ունենք ավելի քան 20,000 նահատակներ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ։ Սրանք այնպիսի բաներ չեն, որոնք կարելի է մոռանալ 3 կամ 5 օրում։ Ավելին, կան մոտ 500,000 փախստականներ Արևմտյան Ադրբեջանից եւ նրանց երեխաները, ովքեր դաժանորեն արտաքսվել են իրենց ծննդավայրից վերջին տեղահանման ժամանակ։ Որտեղից պարոնը մոգոնեց այս թիվը, ադրբեջանագետն ասում է սեղանին այլ խնդիր են դրել, հեռուն գնացող նպատակ է մարդկային ռեսուրսով մի օր զավթել ամբողջ Հայաստանը, մեր երկրում ստեղծել համայնք, հետո ինչ-որ արտոնություններ ուզել, մինչև որ բանը կհասնի ինքնավարության պահանջին։ Այդ թվերը կրակում են մաշատ, որ հետագայում բանակցելու հնարավորությունները կարողանան իջացնել ինչ-որ անես թվականակի, որ իրանց իրականում ձեռնտու է։ Նախքան 500,000 նշում էր 300,000-ի մասին, դրանից առաջ 200,000-ի մասին, այսինքն ըստ էության սա Հայաստանը մարկային ռեսուրսով զավթելու, ոչ պատերազմի միջոցով մարկային ռեսուրսով զավթելու ադրբեջանական կարևորագույն դերևս իմ կարծիքով արտաքին քաղաքականություններից մեկն է։ Բայց պարոն Ալաքբարլին Հայաստան ճանապարհող 500,000 ադրբեջանցիների ցանկի մեջ մեծահոգաբար դեռ բոլորին չի ներառել, պահուստային փախստականներ էլ ունի։ Առայժմ չեմ խոսում 1918-ից 1920 թվականների ցեղասպանության, 1948-ից 1953 թվականների տեղահանման զոհերի, նրանց իրավահաջորդների մասին։ Երբեք Հայաստանում այնքան հայ չի եղել, որքան տեղահանվածներն էին։ Ավելին, հայերը ոչ միայն մարդկանց դուրս էին մղում այդ աշխարհագրությունից, այլև ֆաշիստական վերաբերմունք էին ցուցաբերում նրանց մշակութային ժառանգության նկատմամբ։ Հետաքրքիր է, ինչ են նրանք պատասխանելու այս ամենին։ Մասնագետը պատասխանում է հղում անելով այդ թվում օտարալեզու պատմագրությանը։ Սուտ ու կեղծիք է ադրբեջանցու ասածը, պնդում է Լեռնիկ Հովհաննիսյանը։ 1918-ին նույնիսկ էթնիկ ադրբեջանցիներ չկային, այդ ինչպես տեղահանվեցին Հայաստանից։ Իրենք բերում են 1947 թվականի դեկտեմբերի 23-ի խորհրդային միության ԽՍՀ նախարարների խորհրդի հավապատասխան որոշումները, որտեղ հստակ ասում է, որ թույլատրել հայկական ԽՍՀ-ին, որպեսզի ադրբեջանական բնակչությունը իրենց տոները թողեն եւ տեղափոխվեն ադրբեջանական ԽՍՀ, որպեսզի այդ ազատատները օգտագործեն մեկ հայրենադարձության ժամանակ։ Այսինքն բռնի չի տեղահանվել։ Ոչ։ Բաքվի իրական մտադրությունները պարզաջրում է նաև ադրբեջանցի փորձագետ Ինգիլապ Գուլիևը, հոդված է հրապարակել, ահա իրական եւ ֆեյք ադրբեջանները։ Համաշխարհային ասպարեզում Ադրբեջանը ներկայանում է որպես խաղաղության կողմնակից։ Պաշտոնական ելույթներն ու նախագծերը ներկայացվում են որպես համագործակցության եւ հաշտեցման նշաններ, սակայն երկրի ներսում պատկերը շատ տարբեր է։ Պետական լրատվամիջոցները եւ քարոզչական ալիքները դեռևս տարածում են հակահայ ատելության խոսք։ Երևանն ի դեպ ամենաբարձր մակարդակով անգամ Բաքվին առաջարկել է փախստականների հարցը հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հանել, թե չէ խաղաղությունը չի գա ու չի գա, բայց 150,000 արցախցիներին պաշարած, սովի մատնած ու բռնի տեղահանած ադրբեջանցիները փաստորեն լավ գիտեն, լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։